Շարքից։ Գիտես, Գյումրիում ինչ եղանակ է, Սոնա։ Այստեղ ծիրանենիները ծաղկել են, եւ օրը մեղուներն են վերկում։ Մեղուներն են վերկում։ Թող ճանք է, ծաղկաթրտիր, ծիրանենին եւ մեղուները, եւ գարոնը, եւ ոչ միայն։ Ես հախորն զգացի քաղաքիս խլրտոցը մեղվածային, ծաղկող ծիրանենին, եւ գարոնը լսեցի Անդրանիկ Կարապետյանի ալեհավաք ձայնից։ Բարի լույս, Նազլու աղջիկ, Գյումրիում գարոնը քանդել է կոճակները եւ սպասում է իրենով հիացողներին։ Բարի լույս, իսկ այստեղ պատուհանից բարագիրան մի ծառ ծաղկած խնվնդում է կանաչ գազոնում, ինքը միակն է, միակը քեզ համար ելած մարտի։ Նազլուի հոմանիշը որպես հատուկանոն ես եմ, ծաղկող ըստ բանաստեղծողու, մինչև երանելի խորքը ապրող։ Հիմա Գյումրիում անձրև է, կամ էլ հենց նոր դատարեց մի պոետ միայնակ սրճարանում խմում է կապուչինո, ինձ հետ, իբր ինձ համար, ու նայում է դուրս, ուղիղ Քրկորյանին, Աբովյան փողոցում է սրճարանը, իմ մասինը մերոնց ստիխների թեման է, որ թարգմանել է Մայա Շերեմետևան, պոետը Ռոզին Օվարտը, ասաց մի ուրիշ ցող կիշնի վրաս, մնացածը թաց մայթերն են, ինքնամեկուսացումը, թացն ու ավելի թանձրը գարնան։